Հաջորդ դիտարկումը դիմումատուների կողմից ներկայացված վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման տարբեր դրսևորումներին ենթադրյալ դիմումատուն օրինակ պնդում է, որ պետության չեզոքության սկզբունքի խախտման եւ այսպես կոչված սոցիալական կաշառքի արկայություն է եղել, հղում կատարելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, կենսաթոշակների եւ նպաստների բարձրացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսական վարկերի, տոկոսադրույքների սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշումներին։ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը, այդ թվում սոցիալական քաղաքականությունը։ Ավելին, Սահմանադրության 86-րդ հոդվածով սոցիալական պաշտպանությունը սահմանված է որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում, շեշտում եմ, պարբերական բարձրացում մինչև 2026 թվականը եւ փաստացի այդ քաղաքականությունը հետեւողականորեն իրականացվել է 2019 թվականից, բարձր դատարան 2019 թվականից ի վեր թոշակները բարձրացվել են 6 անգամ, չհաշված հետվճարի վերաբերյալ իրավական կարգավորումների նախատեսումը, որի արդյունքում մենք ռեալ ունեցել ենք կենսաթոշակի բարձրացում։ Ես կարծում եմ ժամանակը թույլ չի տա, որ խոսեմ առողջապահության ապահովագրման մասին, դա եւս կառավարության ծրագրի մի մաս է եղել։ Գյուղատնտեսական գործունեության սուբսիդավորումը եւս։ Եվ եթե այս ամենը համարենք որպես սոցիալական կաշառք, կարող ենք ասել, որ կառավարությունը ընդհանրապես գործ չպետք է աներ եւ ուղղակի պետք էր գնալ տուն կամ մնար որպես կառավարություն եւ գործ չաներ, ինչպիսի երևույթին ցավոք սրտի մենք նախկինում ականատես եղել ենք։ Այս փաստերը իմ կողմից ներկայացված վկայում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմին ընդունված մեկ անգամյա որոշման մասին է, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական սոցիալական քաղաքականության մասին է, որովհետև ես կրկնում եմ, որ այս գործողությունները, որոնք կատարվել են կառավարության կողմից եւ կրել են սոցիալական երաշխիքների ամրապնդման բնույթ, եղել են պարբերական եւ դա փաստագրված է։ Հետևաբար միայն այն հանգամանքը, որ այդ քաղաքականության հերթական փուլը համընկել է ընտրությունների ժամանակահատվածի հետ,